Օրվա կարևոր իրադարձությունները ձեզ է ներկայացնում Էպիկենտրոնի աշխատակազմը, ես Թաթերիկ Ավետիսյանն եմ, բարի երեկո։ Մուլտի Վելնես կենտրոնին պատկանող անշարժ գույքն անօրինական եղանակով իր սեփականությունը հռչակելուց հետո Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ Մուլտի Վելնես կենտրոն մարզաառողջարանային համալիրը վերաբացվել է եւ գործելու է Երևան Wellness Center նորանունով։ Այսպիսի գրառում է արել Մուլտի Վելնես համալիրի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանը։ Նա նշել է, որ համալիրի ամբողջ շարժական գույքը, մարզական գույք եւ սարքավորումներ, կահույք, օդափոխման ու հովացման համակարգեր, համակարգչային տեխնիկա, լվացքի մեքենաներ, խոհանոցային գույք, հեռուստացույցներ եւ այլն պատկանում են Մուլտի Վելնես կենտրոնին։ Դրանք դուրս չեն բերվել համալիրի տարածքից։ Հայտարարում ենք, որ Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար խլել է Մուլտի Վելնես կենտրոնի ամբողջ շարժական գույքը, տիրացել այդ գույքերին եւ անհատույց օգտագործման է հանձնել իր ստեղծած Երևան Wellness Center կազմակերպությանը։ Հարգելի Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, թե ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը։ Ինչ հիմքով եք այդ գույքը վերցրել Մուլտի Վելնես կենտրոնից, գրել է Փիրոյանը։ Մարոկոյին սահմանակից իսպանական Սեուտա եւ Մելիա էքսկլավներում ստեղծված միգրացիոն ճգնաժամը դուրս է եկել տեղային մակարդակից եւ վերածվել համաեվրոպական լուրջ վեճի։ Մադրիդը դիվանագիտական մեկուսացման մեջ է հայտնվել։ Եվրամիության անդամ որոշ երկրներ սպառնում են կասեցնել Շենգենյան համաձայնագիրը Իսպանիայի հետ, նրան մեղադրելով միության արտաքին սահմանների պաշտպանությունը տապալելու համար։ Այս ընթացքում բախվելով տեղի դաժան իրականությանը, ջրային ու ցամաքային ճանապարհներով Իսպանիա սողորսկած մարոկացիները նույն հապճեպությամբ վերադարձել են հայրենիք։ Բենի Անսար նավահանգստում միգրանտները բախվում են Մարոկոյի ոստիկանության եւ թագավորական ժանդարմերիայի աշխատակիցների հետ, երբ անվտանգության ուժերը փորձում են կանխել նրանց մուտքը դեպի իսպանական Մելիա էքսկլավ։ Իրավապահները ծխային նռնակներ են արձակում, օդում քարեր են թռչում, մեքենաներ են այրվում, վնասվում ոստիկանական ավտոմեքենաներն ու հանրային գույքը։ Բախումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ հարևան իսպանական Սեուտա էքսկլավը կանգնած էր Մարոկոյից ժամանողների աննախադեպ հոսքի առջև։ Ըստ հաղորդումների, ընդամենը մեկ օրում Մարոկոյից Սեուտա էր անցել գրեթե 50,000 մարդ։ Սահմանն անցնելու փորձի ժամանակ առնվազն 55 մարդ էր զոհվել։ Սեուտայում մնացած միգրանտներն ուրբաթ գիշերն անցկացրել են մայթերին ու հանրային տարածքներում։ Այդ ընթացքում իսպանական անվտանգության ուժերն աշխատանքներ էին տանում էքսկլավի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու ուղղությամբ։ Քաղաքացիական գվարդիայի նավերը հսկում են ափամերձ գոտին, իսկ իրավապահները միգրանտների խմբերին հեռացնում են առանձնացված գոտիներից։ Ուրբաթ ժամը 20-ի դրությամբ անվտանգության ծառայության պաշտոնյաները գնահատել են, որ շուրջ 53,000 մարդ կամավոր վերադարձել է Մարոկո։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն այցելել է Սեուտա, Մարոկոյից միգրանտների աննախադեպ հոսքից հետո։ Իրավապահները վարչապետին ներկայացրել են սահմանային հսկողության համակարգերը եւ տեսախցիկների այն կադրերը, որոնցում երևում է միգրանտների հոսքը սահմանային ցանկապատի մոտ։ Տեղացիները երկրի ղեկավարին դիմավորել են բողոքի ակցիայով։ Սանչեսն ասել է, որ իր կառավարությունը համակարգում է աշխատանքները Մարոկոյի իշխանության հետ, քաղաք մուտք գործած տասնյակ հազարավոր միգրանտներին վերադարձնելու նպատակով։ Իսպանիայի կառավարությունը Սեուտա քաղաքի կողքին է։ Մենք լիովին կիսում ենք այն տագնապալի իրավիճակը, որն ապրում եք։ Ես տեղի ունեցածը որակել եմ որպես հարձակում եւ Իսպանիայի տարածքային ամբողջականության խախտում։ Սեուտան իսպանական քաղաք է եւ այստեղ կատարվածն արժանի է մեր լիակատար պարսավանքին ու դատապարտմանը հնարավոր ամենախիստ մակարդակում։ Ճգնաժամը նաև դիվանագիտական վեճի պատճառ է դարձել։ Իտալիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտուն, ինչի պատճառով Մադրիդը բողոքի նոտայով կանչել է Իտալիայի դեսպանին, իսկ Ֆրանսիան ուժեղացրել է հսկողությունը Իսպանիայի հետ սահմանին։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Սեուտայի տեսարաններն անվանել է անընդունելի, պնդելով, որ Եվրոպական միությունը թույլ չի տա մարդկանց մուտք գործել իր տարածք, շրջանցելով իր օրենքներն ու կանոնակարգերը։ Իտալացիները միգրացիոն խիստ միջոցներ են պահանջում ԵՄ ղեկավարությունից։
per accogliere i migranti. Ես բարկացած եմ, բայց ոչ թե ներգաղթյալների, այլ միջազգային իրավիճակի համար, որը պատասխանատվություն չի ստանձնում Հյուսիսային եւ Կենտրոնական Աֆրիկայի տարածաշրջանում տիրող չափազանց ծանր հումանիտար ճգնաժամի համար։ Եվրոպական միությունը պետք է անի ավելին։ Ma non rabbia per gli immigrati. Եվրոպական երկրները դժվարությամբ են հաղթահարում միգրացիան, մեղադրելով միգրանտներին հանցավորության եւ սոցիալական խնդիրների համար։ Իտալիան եւս վատ վիճակում է, չափազանց շատ միգրանտներ կան։ Գերմանիայում եւ Դանիայում նույնպես նրանց թիվը շատ մեծ է։ Իռլանդիան եւ Անգլիան նույնպես հասկացել են։ Նրանք վերցնում եւ ազատվում են բոլորից, վճարում են աֆրիկյան որևէ երկրի եւ բոլորին ուղարկում այնտեղ։ Ֆինլանդիան աջակցել է Իսպանիայի համար Շենգենյան գոտին փակելու Իտալիայի վերջնագրին։ Հելսինկին պաշտոնապես աջակցել է այն երկրի համար սահմանները փակելու գաղափարին, որն իր կարծիքով ընդունել է սեփական անկարողությունը միգրացիոն ճգնաժամի առջև։ Իսպանիան լիովին տապալել է ներխուժումից Շենգենյան գոտու արտաքին սահմանի պաշտպանությունը, սա չի կարող շարունակվել, հայտարարել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարը։ Մարիա Ռանտանենը նշել է, որ այն երկրները, որոնք չեն կատարում արտաքին սահմանի պաշտպանության պարտավորությունը, չեն կարող լինել Շենգենյան գոտու անդամ։ Ալինա Սահակյան, Էպիկենտրոն։ Իրանը Հորմուզի նեղուցի վերաբերյալ վավերագրական ֆիլմ է հրապարակել, որում այսպիսի ուղերձ կա Միացյալ Նահանգների համար։ 21-րդ դարի պատերազմներում աշխարհի ամենամեծ նավատորմն ունենալը ինքնաբերաբար չի վերածվում քաղաքական ու ռազմական նպատակների իրագործման։ Ըստ ֆիլմի հեղինակների, ավելի քան 100 օր տևած մարտերը ցույց են տվել, որ Իրանն էր Հորմուզի դիմակայության իրական հաղթողը։ Հետ-Հորմուզյան դարաշրջանի Ամերիկան այլևս երբեք չի նմանվի այն Ամերիկային, որը ժամանակին գերիշխում էր նեղուցում ու Պարսից ծոցում, նշվում է վավերագրական ֆիլմում։ Իրանի գերագույն առաջնորդի ավագ ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները որևէ առնչություն չունի Հորմուզի նեղուցի վերահսկողության հետ։ Հորմուզի նեղուցը ոչ մի կապ չունի Ամերիկայի կառավարության հետ։ Ընդհանրապես, ինչու է Ամերիկայի կառավարությունը միջամտում մի հարցի, որը վերաբերում է տարածաշրջանի երկու երկրի, եւ որից օգտվում է ամբողջ աշխարհը։ Ինչ պատրվակով, ինչ պատճառով։ Միթե այլ երկրներ, նույնիսկ հենց եվրոպական երկրները համաձայն են, որ Ամերիկան միայնակ միջամտի Հորմուզի նեղուցի ճակատագրին։ Դա անհնար է։ Ոչ մի երկիր համաձայն չէ, որ Ամերիկան միջամտի։ Հորմուզի նեղուցը տարբերվում է աշխարհի բոլոր նեղուցներից, քանի որ այս նեղուցը ծոցի մուտքն է։ Ծոցի մուտքը տարբերվում է այն նեղուցներից, որոնք ընկած են օվկիանոսների կամ ծովերի միջև, որտեղով բոլորն ուղակի անցնում գնում են։ Ամերիկան ընդհանրապես ինչ է ուզում։ Ուզում է Հորմուզի նեղուցով մտնել ծոց, ինչի համար։ Ուստի մենք ունենք հիմնավոր կասկածներ Ամերիկայի նպատակների վերաբերյալ, քանի որ պատերազմի մեջ ենք եղել եւ հիմա էլ պատերազմի մեջ ենք Ամերիկայի հետ։ Ռուսաստանի զինված ուժերը գիշերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարտունաբերական համալիրի ձեռնարկություններին եւ լոգիստիկ կենտրոններին։ Ըստ ռուսական կողմի այդ օբյեկտներն օգտագործվել են տարբեր նշանակության հրթիռային զենքի, անօդաչու թռչող սարքերի, ռադիոտեղորոշիչ կայանների եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների արտադրության, պահպանման եւ առաքման համար։ Հարվածը հասցվել է բարձր ճշգրտության զենքով եւ հեռահար հարվածային դրոններով Կրամատորսկի, Չեռնիգովի, Դնեպրոպետրովսկի եւ Նիկոլաևի շրջաններում եւ Զապորոժիեի մարզի Կիևի վերահսկողության տակ գտնվող հատվածում։ Պոլտավայում ռուս զինվորականները հարված են հասցրել փոստային տերմինալին, որը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաղորդմամբ լոգիստիկա է ապահովում Ուկրաինայի զինված ուժերի համար։ Ըստ Կիևի ռուսական հրետակոծությունից ամենամեծ թվով զոհերը գրանցվել են Դարնիցկիի շրջանում։ Այնտեղ մահացել է 7 մարդ, վիրավորվել 14-ը։ Վնասվել են բնակելի եւ վարչական շենքեր ու մեքենաներ։ Եվս 2 մարդ զոհվել է Սոլոմենսկիի շրջանում, որտեղ բազմահարկ շենքը մասամբ ավերվել է։ 9 մարդ էլ Կիև քաղաքում է մահացել։
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հանդես է եկել ուղերձով։ Նա հայտարարել է, որ արդեն գրեթե 2 շաբաթ է, ինչ ընկերության պահեստները ենթարկվում են ահաբեկչական հարձակումների։ Մեզ հասցվող հարվածները միաժամանակ հարվածներ են 10 երկրներում ապրող 100 միլիոնավոր մարդկանց, ասել է Կիմը, հավելելով, որ հարձակումների առաջին իսկ օրվանից Wildberries-ն ուժեղացնում եւ ամրապնդում է պաշտպանական համակարգը, կիրառելով նաեւ ինժեներական լուծումներ։ Կիմը տեղեկացրել է, որ Ռուսաստանի կառավարության հետ քննարկել է տուժած բոլոր ձեռնարկատարերին աջակցելու համալիր միջոցառումները։ Այժմ մշակվում է միասնական համակարգ, որի շրջանակում օգնություն կստանա յուրաքանչյուր тужած։ Այդ միջոցառումների ամբողջ փաթեթը կհրապարակվի առաջիկա օրերին, ասել է Wildberries-ի հիմնադիրը։ В нашей экосистеме ведут бизнес десятки тысяч людей из Кыргызстана, Беларуси, Казахстана, Армении, Узбекистана. Մեր էկոհամակարգում բիզնես են վարում տասնյակ հազարավոր մարդիկ Կырգызստանից, Բելարուսից, Ղազախստանից, Հայաստանից, Ուզբեկստանից եւ Չինաստանից։ Այս երկրների ձեռնարկատերերը նույնպես կրել են միլիարդավոր վնասներ։ Համացանցում տեսնում են բազմոցային փորձագետների քննարկումները մեր օբյեկտների պաշտպանության, հակաօդային պաշտպանության եւ այլ թեմաների վերաբերյալ։ Կրկնում եմ, մեր պահեստները համալրված են պաշտպանության բոլոր հասանելի միջոցներով։ Ցավոք համացանցում հայտնվել են բազմաթիվ խարդախներ եւ իրավաբաններ, ովքեր փորձում են շահույթ ստանալ մեր ընդհանուր դժբախտությունից, օգտվելով իրավիճակից եւ մարդկանց անտեղյակությունից, առաջարկելով իրենց ծառայությունները խնդիրները լուծելու համար։ Այդ պատճառով դիմում եմ մեր բոլոր վաճառողներին։ Հարգելի գործընկերներ, վստահեք միայն հաղորդակցության պաշտոնական ալիքներին, մեր ընկերությանը եւ պետությանը։ Ներկա իրավիճակում ձեզ կարող ենք օգնել միայն մենք եւ պետությունը։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի օգնենք փոքր եւ միջին բիզնեսներին հաղթահարել այս բարդ իրավիճակը, որովհետեւ Wildberries-ը հենց դուք եք։ Я благодарю всех за поддержку. Вместе мы сильны. Այժմ բնական աղետի մասին, որն այս անգամ պատուհասել է Իտալիային։ Նեապոլից ոչ հեռու վերջին ավելի քան 40 տարվա ընթացքում ամենաուժեղ երկրաշարժն է տեղի ունեցել։ 4.7 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները հանգեցրել են էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումների եւ գնացքների ու մետրոյի աշխատանքի խափանումների։ Վնասվել են բազմաթիվ շենքշինություններ։ Զոհերի մասին չի հաղորդվում, սակայն կա 20-ից ավելի վիրավոր։ Մեծ մասը բարեբախտաբար թեթև վնասվածքներ են ստացել, որոնք հիմնականում կապված են եղել իրենց տներից փախչելու ժամանակ ընկնելու կամ ցնցումների հետ։ È esploso qualcosa perché c'è stato anche un boato molto forte. Sono tutte e due. Sicuro al 100%. No, voglio sapere se c'è qualcuno. Պակիստանի հարավարևմտյան Բելուջիստան նահանգի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 32 ածխահատ։ Փրկարարները գրեթե հույս չունեն որևէ մեկին ողջ գտնել։ Երկու մահացածի մարմին չի հաջողվում դուրս բերել բարդ տեղանքի պատճառով։ Ենթադրվում է, որ պայթյունն առաջացել է մեթան գազի կուտակումից։ Պարզվում է, Հայաստանում կան նաև ձկնարտադրողներ, որոնք չնայած ռուսական շուկայի սահմանափակումներին արտահանման խնդիր չունեն։ Այդպիսի մի ընկերության մասին այսօր հայտնել է Նիկոլ Փաշինյանը իր էջում հրապարակելով նաև տեսանյութ։ Արմավիրի մարզի ջրառատ բնակավայրում Սասունցի Դավիթ ընկերությունը զբաղվում է թառափազգի ձկնատեսակի բուծմամբ եւ սև խավիարի արտադրությամբ։ Ներկայումս արտահանման հետ կապված խնդիրներ չունի, գրել է վարչապետը։ Այս ընկերությունը համագործակցում է ֆրանսիական աշխարհահռչակ Խավիար Պետրոսյան գործարանի հետ։ Էսպանիա չէ։ Պետրոսյան բրենդինը Պետրոսյանին եմ ես ուղարկում աշխատանքը։ Պետրոսյանը ամբողջ աշխարհում իմ աշխատանքը իրանց հետ ա եղել 12 տարի առաջ ու ավել։ Մենք Պետրոսյանին ուղարկում ենք մեր անունով կիլո 700 գրամներով, կիլո 800։ Բայց իրանք ասում են, որ սա Հայաստանի վաճառել։ Մենք երկու շաբաթ առաջ
Արդեն նաև ընդունել ենք բոլոր կանոնակարգերը, ԵՄ-ի տեղ կանոնակարգերի համապատասխան եւ 4 ընկերություն հիմա ունեն, որոնք դիմել են, եւ եթե այդ փորձակնությունը կայացնեն, դրանից հետո իրենց համար կոդատերում եւ բացվում է ԵՄ-ը։ Մենք բոլոր թղթաբանությունները ավարտեցինք երկու շաբաթ առաջ, հիմա արդեն բիզնես է ավարտել թղթաբանությունները եւ 15 օր կարող է 20 օր, եթե անցնեն այդ համակարգները, արդեն կարող են արտահանել նաեւ ԵՄ-ը։ Գագարին բնակավայրում էլ Փաշինյանը Elevate AI արհեստական բանականության գործարանի տվյալների կենտրոնի տեխնիկական հնարավորություններին է ծանոթացել։ Ընդգծվել է, որ ենթակառուցվածքը նախատեսված է արհեստական բանականության մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար, սկսած արհեստական բանականության մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական եւ ինժեներական կիրառություններ։ Գործարանի առաջին փուլի հզորությունը 5 մեգավատ է, որն ընդլայնման հաջորդ փուլում նախատեսվում է հասնել 40 մեգավատի։ Գործարկումից ընդամենը 1 ամիս արկա հզորությունն ամբողջությամբ ամրագրվել է, արտացոլելով Հայաստանից եւ միջազգային շուկաներից եկող պահանջարկը։ Այս որ մենք տեսանք, դա սուպեր համակարգ է։ Արհեստական բանականության հարցնում ենք Հայաստանի մայրաքաղաք որը կա։ Ինքը ինչ է։ Պատասխանը տալուց եւս փոքրին է ծախսվում, ինչի համար է, որպեսզի հնարավոր է կառավարել ինչ բարդության հարց է, ինչ բարդության պատասխան է ստանում։ Բացի տեքստը հնարավոր է վերածել նկարի կամ վիդեոյի կամ վիդեո անալիզաներ, հա, դրանց բոլորը ինչ որ հարցեր են եւ ինչ որ պատասխաններ են, որի վրա աշխատանքական ռեսուրս է ծախսվում է։ Եթե ամփոփել ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այսպես գործարանների շնորհիվ։ Չլինեին սրանք, իսկ հիմա որ ասել աստիճ հաճախորդում եք, իրենք ինչ են անում։ Իրանք այդ նույն բանն են անելու։ Իրանք օֆիսից ինտերնետով Արդյոք Երևանում բնակարանների վարձակալության գները կրկին կտրուկ բարձրացել են։ Ռուսական պարբերականի հրապարակումը, թե ռուսների նոր ներհոսքի պատճառով վերջին ամիսներին մայրաքաղաքում վարձավճարներն աճել են շուրջ 30%-ով, լայն քննարկումների առիթ է տվել։ Տեղական շուկայի մասնագետները, սակայն, չեն շտապում համաձայնել այս պնդումների հետ եւ նշում են, որ իրական միտումները այլ ուղղությամբ են զարգանում։ Ինչպիսին է պատկերը անշարժ գույքի հայաստանյան շուկայում, ովքեր են այս փուլում ակտիվորեն բնակարաններ վարձակալում Երևանում եւ ինչպես պաշտպանվել հնարավոր խնդիրներից։ Realtor-ի հետ Ալինա Սահակյանն է զրուցել։ Ռուսների ներհոսքը Երևան նոր թափ է ստացել։ 100 հազարավոր բաժանորդներ ունեցող Վյորսկա պարբերականը գրում է, որ ռուսները սկսել են ավելի հաճախ բնակարաններ փնտրել Հայաստանում, մինչդեռ Երևանում վարձակալության գները բարձրացել են։ Անշարժ գույքի գործակալները հայտնում են, որ բնակարանների հսկայական պահանջարկ են նկատել ռուսների շրջանում, որոնք հիմնականում տեղափոխվում են Երևան։ Նրանք համեմատում են իրավիճակը 2022 թվականի հետ եւ նշում, որ վերջին 3 ամիսների ընթացքում Երևանում վարձակալության գները աճել են մոտ 30%։ Անշարժ գույքի ոլորտում մասնագետ Ռուստամ Գրիգորյանը 30%-անոց թանկացում հայկական շուկայում չի ֆիքսել։ Ուզում հերքել այդ լուրը, ես նման տեղեկություններ չունեմ եւ մեր գործընկերներից որևէ տեղից նման ազդակ չկա, չի ստացվել։ Տեսել եմ սկզբնախբյուրը որտեղից է, Վյորստկա կետրով, որը հղում չի տալիս, թե ով է դա ասել։ Հայաստանում որևէ realtor նշել է, որ շուկան 2022 թվականին նման է հիմա, 30% աճել է եւ որևէ պաշտոնական կամ նույնիսկ ինչ-որ մեկին հղում տրված չի, հետեւաբար դա անհեթեթություն է։ Փոխարենը մասնագետը նկատում է մեկ այլ, իր խոսքով իրական միտում, վերջին ամիսներին ակտիվացել է ասիական սեգմենտը։ Այս պահին ու վերջին երևի թե 3 ամսում կարանք փաստենք, որ Երևանում ու Երևանամերձ տարածքներում բավականին մեծ քանակով Ազիայից մարդիկ կան, ովքեր վարձակալում են մեծ տարածքներ, մասնավորապես եւ բնակելի եւ կոմերցիոն, խոսքը Չինաստանից, Կորեայից, հա, Վիետնամից մարդկանց մասին է։ Այնտեղ իրանց մոտ ինչ-որ օրենքների փոփոխություններ է տեղի ունեցել, մասնավորապես այդ on-line գեյմինգի ոլորտում եւ շատերը տեղափոխվում են այստեղ հեռավար այդ ամեն ինչ իրականացնում։ Որպեսզի քաղաքացիները զերծ մնան հնարավոր արհեստական թանկացումներից կամ տանտերերի կամայականություններից, մասնագետը հորդորում է ուշադիր լինել հատկապես պայմանագրերին։ Հիշեցնում է 2022 թվականը, երբ հայերին դուրս էին հանում բնակարանից եւ ավելի բարձր գնով վարձով էին տալիս ռուսներին։ Ոնց է պետք դա կանխել պետական մակարդակով,
կա նման փորձ օտար երկրներում, Եվրոպայում, Ամերիկայում, երբ որ որոշակի շրջաններում գնային առաստաղ է սահմանվում, որ այս գնից բարձր որոշակի կրիտերիաներով անշարժ գույքը չի կարող վարձակալության գինը բարձրանա։ Շատ հեշտ կարելի է դա ինչ-որ ձևաչափով ստանդարտներով սահմանել։ Կարծում դա գործիքներից մեկը կարող լինի, երկրորդը իհարկե քաղաքացիների մոտ պետք է որոշակի իրավագիտակցություն բարձրանա, որ պայմանագրերին ուշադիր լինեն։ Կարևոր է հիշել նաև, որ պայմանագրերը պետք է օրենքով նախատեսված կարգով ստորագրվեն եւ վավերացվեն նոտարով եւ պետական գրանցմամբ։ Եվ եթե քաղաքացին բավարար իրավական գիտելիքներ չունի, ըստ Realtor-ի, ավելի լավ է ժամանակին դիմել մասնագետների աջակցությանը, քան հետագայում բախվել ավելի ծանր խնդիրների։ Ալինա Սահակյան, Սիմիկ Մայլյան, Էպիկենտրոն։ Այսօր հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում Արարատյան դաշտում եւ Երևանում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի մարզերի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում։ Հանրապետության առանձին շրջաններում այսօր եւ վաղը երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, իսկ թե եղանակային ինչ պատկեր է սպասվում օգոստոսին, ներկայացնում է Գագիկ Սուրենյանը։ Հայ հիդրոմետրի կանխատեսումների համաձայն այս տարվա օգոստոսին եւ օդի ջերմաստիճանը եւ տեղումների քանակը կլինի կլիմայական նորմայի սահմաններում, ինչը նշանակում է, որ ամսվա ընթացքում հանրապետության տարածքում արտառոց շոքեր կամ արտառոց ցրտեր չեն սպասվում։ Մեզ սպասվում է մեր կլիմայական պայմաններին բնորոշ օգոստոս։ Այժմ մեկ մարզական լուր։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան FIFA-ն հրաժարվեց աշխարհի առաջնությունների իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին վաճառելու իր ծրագրերից, արձագանքելով UEFA-ի կտրուկ քննադատությանը եւ բոյկոտի սպառնալիքին։ Ուշադիր լսելով բոլոր տեսակետները մենք հասկացանք, որ այս նախագիծը հանգեցրել է տարաձայնությունների, որոնք անկախ աջակցության մակարդակից այլևս չեն համապատասխանում ի սկզբանե դրված նպատակին։ Մեր նպատակը միշտ եղել է եւ լինելու է միավորումն ու զարգացումը, հայտարարել է FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինֆանտինոն մտադիր է ֆուտբոլի աշխարհի առաջնության եւ այլ մրցաշարերի մասնաբաժինները վաճառել մասնավոր ներդրողների, որոնց թվում ըստ լրատվամիջոցների հաղորդումների կային Թրամփի փեսա Ջարեդ Քուշների ազգականները։ Ինֆանտինոն պնդում էր, որ դա ֆուտբոլային ասոցիացիաներին 4 անգամ ավելի շատ եկամուտ կբերի եւ ժամկետ էր սահմանել մինչեւ սեպտեմբերի 19-ը, որպեսզի ազգային ասոցիացիաները ընդունեին այդ ծրագիրը։ Հուլիսի 30-ին UEFA-ի բոլոր 55 ազգային ասոցիացիաները հայտարարեցին, որ բոյկոտելու են FIFA-ի բոլոր մրցաշարերը, եթե Ինֆանտինոն կյանքի կոչի իր ծրագիրը։ Եվ վերջում հոսանքի պլանային անջատումների մասին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԿ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ Աջափնյակ վարչական շրջան 10-ից 11-ը, Սիսակյան փողոց 16, 18-ա, 18B, 20 շենքեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Արզումանյան փողոց 20A, 43 շենքեր, Շինարարների փողոց 15-ի 2 շենք, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան 10-ից 11-ը, Օհանովի փողոց 10, 12, 14, 16, 18, 20 24 շենքեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Շերամի փողոց 59, 61, 63, 65, 71 շենքեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Արարատի մարզ 11-ից 12:30-ը, Արևշատ գյուղ մասնակի, Կոտայքի մարզ 11-ից 16-ը, Հրազդան քաղաք, Վանատուր թաղամաս մասնակի, Ջրառատ թաղամաս մասնակի, Ծաղկաձոր քաղաք, Պահլավունյաց փողոց, Խաչմերուկ գազ գազալցակայան, Ալյասկա հյուրանոց, Նոր հաց ՍՊ, Ադամ հանդիսությունների սրահ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Գեղարքունիքի մարզ 11:30-ից 13-ը, Ակունք համայնք 5, 12, 15, 16 փողոցներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11:30-ից 12:30-ը, Վարդենիս քաղաք, Միկոյան 1, 2, 4, 5, 6, 7, 10, 11, 15 փողոցներ, Չարենցի 1, 3, 4, 8, 11, 13, 15 փողոցներ, Տերյան 11, 14 փողոցներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 12:40-ից 16:50-ը, Վարդենիս համայնք, Ազգալդյան 2, 3, 5, 6, 7 փողոցներ,
փողոցներ, Համբարձումյան 8-9 փողոցներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ 14-ից 16-50-ը Վարդենիս համայնք, Բաբաջանյան 2-4 փողոցներ, Երևանյան 2, 38, 56, 58 փողոցներ, Տեր Գաբրիելյան 2, 3, 4, 5, 8, 10 փողոցներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Շիրակի մարզ 11-ից 15-ը Ամասիայի տարածաշրջան, Զարիշատ գյուղ, Սյունիքի մարզ 10-ից 13-ը Դաստակերտ քաղաք, Նժդեհ եւ Ցղուն գյուղեր։ Սպառած էլեկտրաէներգիայի անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 180 եւ 08080 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրոանվտանգության կանոններին։ Այսքանը այս թողարկմանը։ Իրադարձությունների զարգացմանը հետևեք մեր եթերում։ Ցտեսություն։